Պարոն Ավինյան, կասկածեք ձեր թիմի աշխատակիցների վրա, որովհետև այդ որ ասում եք կատարողականը ծիծիլիոն տոկոս է, նույն մանկապարտեզները կամ հաղթանակի 40-ամյակի այգին 8 տարիա փող եք դուրս գրում այդ այգու վրա։ Մի շարունակեմ, մանկապարտեզները 105 մանկապարտեզը չասեմ կամ 95 մանկապարտեզը չասեմ։ Այդ ինչեր եք խոսում, էլի, շատ կասկածում եմ։ Թվերով կանդրադառնում, կասկածելի կտեսնեք որն է, բայց դա հաջորդ հարցի շրջանակում։ Կամ ֆռում գրում եք ձեր զարգացման ծրագրի մեջ 65% դրական շարժ ունենք ասֆալտապատման մեջ։ Քաղաքացիները այդպես բան են ասել։ Սուտ։ Մի հատ հենց դուս հարցրեք, ո՞ս մենք կասկածում ենք։ Լարեք հասկանանք ում վրա կասկածի։ Խնդրում եմ կոռեկտ եղեք այդ հարցում։ Հիմա հարցը հստակ մի հատ հետևյալն է։ Տեսեք, քաղաքային բյուջեում ավելացել է 11.8 միլիարդ։ Մնացորդը կազմել է 16 միլիարդ։ Կենտրոնական իշխանությունը 7 միլիարդ գցե չի տվել։ Այսինքն ծրագրեր ա եղել, որոնք որ իրականացներ, չի տվել այդ փողը։ Հարց համար առաջին, որ ծրագրերն ա, որոնք որ 7 միլիարդ դրամի շրջանակում չի տվել, ու որտեղ է որ ձեր մոտ այսքան աճ ա տվել, այսինքն փաստացի ոչ թե այդ եղել է 11.8, եթե հաշվի առնենք, որ 7 միլիարդ են դե գցե չեն տվել, ու իրանք պետք է տան, դառնում է 18։ Մի հատ խնդրում, ասեք, որ ծրագրերն ա, որոնք որ այդ սուբվենցիոն ծրագրերով իրականացվել, պատվիրված այդ բաներով իրականացվել ու չի իրականացվել, 7 միլիարդը որտե չի տվել կառավարությունը, որ ձեր մոտ ստեղ ուրիշ տեղեր ավելացել է։ Իսկ ելույթով մանրամասն կանդրադառնամ, ինչ եք խոստվել, ում վրա կասկածեք, որ խոսքի վրա կասկածեք ու փաստերով։ Պարոն Մանուկյան, կոռեկտության կոչերը առաջին հերթին երևի թե առավոտյան հայլու առաջ ինքներդ ձեզ կանեք, որովհետև ձեր տոնայնությունը տենց կոռեկտության չեմ ասի, տենց անցնում եք, բայց տենց շատ սահմանային մոտ եք, էլի, մեկ-մեկ անցնում եք, մեկ-մեկ տենց հետ եք գալի բան, տենց այդ ելևեջները այդքան էլ կոռեկտ ելևեջներ չեն, Տիկին Ավետիսյան, ինչ 7 միլիարդի մասին է, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, պատվիրակված լիազորության շրջանակներում որոշ ծրագրերը փաստացի չեն կատարվել, եւ եթե փաստացի չեն կատարվում, նշված գումարը Երևանի համայնքի բյուջեը չի մուտքագրվում, պատվիրակված լիազորությունների շրջանակում գումարը տրամադրվում է Երևան համայնքի միայն փաստացի կատարված աշխատանքի դեպքում, խոշոր թիվը դա 4 միլիարդի կարգի Իսակով Աշակունյանց պայմանագրային շինարարական աշխատանքների կատարումն էր, որը չեն հասցրել պայմանագիրը կնքել, շարունակական բնութագրում կանխավճարները վճարել, 4 միլիարդ դրամասով չեն կատարել աշխատանքը եւ գումարը չի տրամադրվել, ունենք 28 փողոցների ֆինանսավարկային ծրագիր 1 միլիարդ այդտեղ չենք կատարել եւ Շատ լավ, Տիկին Ավետիսյան, շատ լավ է, որ ես հիշացրեցիք, որովհետև իրականում երևանցիներն երևի թե պետք է տեղեկացնել, ինչի մասին է խոսքը, որպեսզի, այսպես ասած, այս տեղեկատվության պակասի մեջ մեր խավարի մարտիկները իրենց օրակարգերը չկարողանան թելադրել եւ սիրելի երևանցիներ, Արշակունյաց Իսակով ճանապարհի կառուցումը նախատեսված էր սկսել դեռ նախորդ տարի, շատ ձգձգումներ են ունեցել մեր բանկի հետ գրագրություններում եւ գնահատումների process-ում, բայց բարեբախտաբար բոլոր process-ները ավարտվել են արդեն, ապրիլից սկսում է շինարարության աշխատանքները, շինարարական աշխատանքները, ինչ վերաբերում է մեր լարերի ծրագիրներ, չէ, երկրորդը, որը չի իրականացվել հիմնականում այն պատճառով, որ կապալառուն որոշակի խնդիրներ է առաջացրել, տեմպերը չեն բավարարել մեզ եւ այն տեմպերով չի կարողացել իրականացնել ծրագիրը, որը որ տենց արդեն շատ երկար տարիների պատմություն ունի, բայց սրանից հետո լարերի անցկացման, գետնի տակ անցկացման ծրագիրը Երևանի քաղաքապետարանը հենց ինքն է իրականացնելու մրցույթներ եւ դրանից հետո արդեն ամեն մի առանձին լոտով հետևելու է, որպեսզի աշխատանքները ինտենսիվ արվեն եւ նաեւ հանուն արդարության այս վերջին իմաստով պետք է ասեմ, որ շատ վաղուց էր այս հաղթել այս ընկերությունը, բավականին ցածր գին էր տվել եւ դրա համար էլ միգուցե շատ այտենց դժվար էր գնացել։ Այս ծրագիրը մոտավորապես այտենց
գրեթե կիսամեռ վիճակից մենք վերածնել ենք 2022 թվականին, որով որ Երևան քաղաքի մի շարք փողոցներում իրականացրել ենք այս աշխատանքները, շատ կարևոր փորձ է եղել մեզ համար եւ նաեւ այս փորձը հաշվի առնելով Երևան քաղաքի շատ այլ փողոցներում շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Եվ սիրելի երևանցիներ, դուք տեսնում եք փաստացի արդյունքները այս իրականացված ծրագրի նույն հենց Ամիրյան փողոցում։ Արձագանք։ Շնորհակալություն, որ արձանագրեցիք միայն մեկ պունկտով 7 միլիարդ թերակատարել եք, գործ չեք արել։ Մեղավորներն ով ա եղել, այդ Իսակով Արշակունյացին մյուսին ելույթով մանրամասն ջախջախիչ հարվածներ կտամ ձեզ։